Բարև ձեզ հարազատներս, այսօր շատ բժշկական թեմաների պատրաստել, որ խոսեմ, էլ հղիներից եմ ուզում մի քիչ խոսել, հղիության հետ կապված խնդիրներից եւ այլն, բայց ճարպակալման մասին խոսեմ, քաշի հետ կապված, որովհետեւ վերջի մի քանի օր տրանսպորտով էի օգտվում ու տեսա ինչ ակտուալ է մեր մոտ այս ճարպակալումը կանանց մոտ, գիտենք երևի որ ինչքան վատ ազդեցություն է ունենում ճարպակալումը կանացի օրգանիզմի վրա եւ արգանդի քաղցկեղի ռիսկն է բարձրացնում, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, 8 տարբեր տիպի քաղցկեղների ռիսկ է բարձրացնում ճարպակալումը, ել չասեմ որ հոդերի վրա ինչքան է ազդում, մարդու տրամադրության վրա ինչքան է ազդում, հոգեբանորեն ինչպես է ճնշում, դա միայն կհասկանա այն մարդը, ով արդեն քաշ գցել է, սա իմ օրինակի վրա եմ, ինչ պատմելու եմ իմ օրինակի վրա եմ պատմելու։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, ուրեմն քաշը վրա ես այնքան ջանք եմ թափում, ինչքան ես երկրի վրա, այս բժշկության վրա նույն ջանքն էլ թափում եմ, որ քաշս ձգտի դեպի նորմալ։ Իհարկե չեմ հասնում նորմալի, բայց որ քաշս տեղը լինի, սա ջանքեր է պետք։ Ուտելը հետ ուտելը մեծ խնդիր է երևի գտակարանից եթե հիշում եք Քրիստոսին, որ սատանան տանում է անապատում փորձարկումների, առաջինը հենց ուտելիքով է փորձարկում, որ Քրիստոս անցնում է այդ բոլոր փորձառությունները եւ հաղթում սատանային, բայց ուրեմն իմացեք, որ դա մենակ մեզ չի, որ մենք սենց անընդհատ քաշ ենք հավաքում։ Մոսկվայից որ եկել էի 70 կիլոից ավել էի, 71 էի, ինչքան հիշում եմ, շատ ծանր էի տանում, որ քաշս մեծ էր ու մեծ ջանքեր ներդրեցի, երևի տարի ու կես, տվեց, որ ես 71-ից իջնեմ 65 կիլոգրամ։ Բուսաբանական այգի գնում էի, տարբեր տիպի դիետաներ չեմ սիրում, դիետաների իմաստ չունի, դա ուղղակի պետք է քո սննդակարգը գտնեք այն ձևը, ինչը ձեզ օգնում է։ Ամեն մեկ, ես հիմա պատմելու եմ ինձ ինչ օգնեց, դուք դրանից գուցե մի օգուտ քաղեք։ Ուրեմն մի շատ մեծ ջանքերով եկա հասա 65, դրանից հետո հիվանդացա այս վահանաձև գեղձի ենթասուր բորբոքմամբ, կապ չուներ այդ իմ քաշի հետ կա պրոբլեմների հետ, ու արդեն այդ հիվանդությունը սկսեց հյուծել ու հասա 61.9 կիլոգրամ։ Այդպիսի թիվ երբեք չեմ հիշում, ես կշերքի վրա տեսած լինեմ, հիացած, երջանկացած, շորերս մի ուրիշ ձև վրաս, մի խոսքով ինքնավստահությունս չգիտեմ ուր էր հասել, այդ 61.9 կշերքի վրա տեսնելուց, բայց դա այնքան ուրախացա, որ միանգամից դառա 66 կիլո, պետք է ասեմ երկու շաբաթում, ամեն ծնողներս էլ եկան, մամաս տարբեր տիպի ճաշատեսակներ սկսեց պատրաստել, 4 տեղ ունենք այդ գազօջախի վրա, 4 տեղը տարբեր ճաշատեսակներ, եթե 8 տեղ ունենայինք, ուրեմն 8 տարբեր ուտելիքներ ենք ունենալու։ Ինչը դժվար է, ուրեմն մի բան էլ երևի ասեմ, հետո նոր գնամ Կարլ Լագերֆելդ, երևի լսել եք, Աստվածուհի Լուսավորի, մի հետաքրքիր բան ասել հայտնի բաներ Կուտյուրիե, մոդելիեր, որ ասել եթե դու սպորտային համազգեստ հակար, ուրեմն դու պարտվեցիր։ Ես դա լսել էի, բայց ասում էի, ույս ինչ ասում, այտենց ասում, որ իր շորերը առնեն մարդիկ, բայց շատ ճիշտ է ասել, որովհետև ես անընդհատ սպորտային համազգեստով էի։ Ասում եմ, ինձ ով է տեսնում, առավոտը մեքենա նստում եմ, գնում եմ աշխատանքի, այնտեղ փոխում բժշկական համազգեստ, հետո նորից նստում, սպորտային համազգեստս հագնում, գալիս տուն, տեսնող չկա եւ այլն։ Իջեի համազգեստը սպորտային հագնում, որովհետև չէր սազդում այն ինչ որ պետք է հագնեի նորմայում։ Դրա համար պարտվում ես, հոգեբանորեն ճնշվում ես ու հագնում սպորտային համազգեստ։ Սա ինչի համար եմ այս թեման այսքան պատմում, որովհետև այդ կանանց էլ որ տեսնում եմ, կարծում եմ կինը պիտի ոնց ասեմ, պատկերացնի, որ կարա իր քաշը իջեցնի, պատկերացնի չեն հավատում, որ առաջինը որ կարող է իջեցնեն, երկրորդը կարծում են, թե կգեշանան, եթե իջեցնեն ճարպերը կաշին մաշկը կկախվի եւ այլն, գեղեցիկ չեն լինի եւ այլն, բայց որ իմանեք ինչքան ինքնավստահություն է տալիս, ինչ երջանկություն է տալիս քաշի իջեցնելը, կարծում եմ կփորձեք դա։ Ես ինչ արեցի, առաջի բանը որ արեցի, դա դե բուսաբանական այգին արդեն ասել եմ, որ գնում եմ առավոտները 6-ից 7 արագ քայլում եմ,
եթե ժամանակի մնանում ընկերուս հետ մտչել մարզվում ենք։ Դրանից բացի որ մարզվում ենք, այդ մաքուր օդը, ծառերի մեջ գտնվելը, բոլոր կոուչները, ովքեր երջանկության մասին բաներ են պատմում, իրենք ասում են, որ գոնե օրվա մեջ 30 րոպե անտառի պայմաններում եղեք, ծառերի մեջ եղեք, որ այդ օդը շնչեք, տրամադրություն է բարձրացնում, էներգիա է տալիս, որ կարողանաք լավ գործեր անեք, բայց ես էլ ընկերուհիս էլ հասկացանք, որ սպորտը միայն օգուտ չի տալիս։ Մենք ագետես մենք կանայք որ վազում են, բայց քաշը չի իջնում։ Սննդակարգը շատ կարևոր է։ Ուրեմն սննդակարգում ինձ ինչ օգնեց, երևի չկարողանամ դա թարգմանեմ, ինտերվալնա գալադանիա, որ իմաստն անում է, որ օրվա մեջ 16 ժամ չուտես։ Եթե մի բան հնարել են այս ուտելիքի մասին, շատ կարևոր օգտակար դա հենց է դա ինտերվալնա գալադանիա, որ ոչ միայն քաշ իջեցնելու համար է, այ քաղցկեղի կանխարգելման շատ լավ մեթոդ է։ Երևի գիտեք, որ քաղցկեղի բջիջները արագ բազմացող բջիջներ են ու անընդհատ գլուկոզա է պահանջում, որ իրանք բազմանան։ Երբ որ դու 16 ժամ իրենց չես կերակրում, սատկում են այդ բջիջները։ Իսկ մենք անընդհատ ուտում ենք, անընդհատ դրանց սնում ենք ու բազմանում են։ Իհարկե մեր իմունային համակարգի այդ քաղցկեղի բջիջները մեր օրգանիզմում անընդհատ արտադրվում են, բայց մեր իմունային համակարգը գնում է բռնում է դրանց ոչնչացնում է, որոնց որ չի կարողանում արդեն քաղցկեղ առաջանում։ Իսկ դուք լավ կանխարգելման մեթոդ ունեք, օրվա մեջ 16 ժամ չուտեք։ Այդ ընթացքում կարակ ջուր խմեք, թեյ, սուրճ առանց շաքար, բայց ուտելիքները միայն օրվա մեջ 8 ժամ։ Բայց այլ չի ինձ բավարար, ուրեմն բուսաբանական այգին, ինտերվալնա գալադանիա ու այդ 8 ժամվա մեջ ալուր չպարունակի, ոչ մի ուտեստ ալուր պարունակող, եթե չուտեմ, նոր վերադառնում եմ արդեն իմ նորմալի մեջ։ Ուրեմն իմ մոտ ինչն է դրական, որ ես ձևը գտա, ինձ ինչն է օգնում, արդեն անգամ եթե ես խախտումներ եմ անում, այդ խախտումները շատ ժամանակ հոգնածությունից են։ Հոգնածությունը այ պետք է չհասցնեք ձեզ հոգնելու, հոգնած ժամանակ արդեն սկսվում է ինչ տեսար գերար։ Մեկ էլ շատ դժվարանում եմ, երբ որ ազատորեր եմ ունենում։ Ազատորերս էլ եմ աշխատում մի տեղում վրա գնանք ընկերներով եւ այլն, որ տանը չնստես, ու տանը նստես անընդհատ այդ ուտելիքները արջևում խնդիր է առաջացնում։ Մի ուրիշ բան էլ մոտս ուրեմն այդ 8 ժամը, անգամ այդ 8 ժամը պերիկուսները, այսպիսի բաներ կա, որ ընթացքում եք ուտում, դա էլ է քաշը չթողում իջնել, դրա համար ժամը 10-ին եմ ուտում, մեկ էլ 12-ին, այսինքն ընթացքներում այդ 2 ժամ ոչ մի բան չեմ ուտում ու եթե ազատ օրս եմ, մտածում եմ ինչ եմ անելու այդ 2 ժամը, որ ուտելիքի մասին չմտածեմ ու չուտեմ։ Հետո քիչ-քիչ այդ ինտերվալները երկարում է, արդեն դառնում է նորմալ 3 անգամ սննդի։ Հուսամ օգտակար է այսքանը ու իմացեք, որ մի ուրիշ շորերի նստելը, ինքնավստահությունը, առողջությունը շատ մեծ բան է կախված այս ուտելիքի հետ կապված, ճարպակալման հետ կապված։ Չմիշտ ասեցի արդեն թե չէ, որ ինչքան վնասակար է ճարպակալումը կնոջ օրգանիզմի համար, ինչքան քաղցկեղներ էլ արգանդի քաղցկեղի ռիսկն է բարձրացնում, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, օրգանիզմում 8 տեսակի քաղցկեղների ռիսկ ճարպակալումը բարձրացնում է։ Էլ չեմ ասում հոդերի վրա ինչպես է ազդում, մարդու տրամադրության վրա, դեպրեսիա եւ այլն։ Հնարավոր է քաշը իջեցնել, հնարավոր է, ջանքեր է պետք, ամենաշատ ջանքեր են առաջին 5 կիլոգրամ իջեցնելն է։ Հետո արդեն ձևը գտնելու եք դուք ձեր ձևը ու արդեն հունի մեջ մտնեք, իջնեք։ Հուսամ օգտակար է, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։